Այ նախագծությունների կողմից հայտարարական կոմունիկացիական հետաքրքիր է շարժման հետ կապված դարձում էր կանեկին փոփոխել այս ժամանակով եւ շատ խոսքեր որ կապիտալ միջոցի փոփոխություն հատկին ունեն կալան դեռ խոսքեր են ինչ-որ այսպես կոմպրոմիսի կարիքով առաջարկներ անեն հաստատություն կապված մանկնական եղել է թե ոչ եւ նաեւ հետաքրքիր է թե այս օրինակ Օքրանիա հետևում է ինչ պատասխանատվություն եթե օրինակ դեռ հաղթական դեպքում այն հալածեցին որից Եկեք միայն այդ բոլոր հարցերից դրանց հետո կանդրադառնանք մանավանդ շարժման հետ կապված երևի մի առանձին թեմայով ոչ թե մամլու ասելիս այլ ինչ որ ձևաչափով կներկայացնեմ շատ եմ խոսել այդ մասին հիմա քանի որ թեման ավելի այսպես առարկայական Միացյալ Ազգերի կազմակերպության այս կարծիքի մասին է, ինչու եմ ասում կարծիքի մասին, այո, ինչու եմ ասում առանցքային, որովհետև տեսնում եք իշխանական զանազան անծագում մարդիկ, անծագում, անհայտ ծագումով կամ էլ անկենսագիր մարդիկ խոսում են, չէ, քաղբանտարկյալների մասին, ասելով, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան եւ այլն եւ այլն։ Իմիջայլոց առիթն օգտագործելով բոլորին մեր ողջույնները, մեր սերը, գնահատանքը, քաջալերանքը անուններով էլ չասեմ, որովհետև շատ են, յուրաքանչյուրին մեր զորակցությունն ենք հայտնում եւ այդ իմաստով շատ կարեւոր է նաեւ դրա համար եմ ասում, այս թեման ինչ որ ներկայացրեցին մեր պաշտպանները առանցքային դերակատարություն ու նշանակություն ունի եւ երբ իրենք վերջնական եզրակացությունը բերեն, սա չափազանց մեծ ապտակ է լինելու հենց նրան, ինչ որ իրենք ասում են, որ որևէ միջազգային կառույց, որևէ միջազգային խոսք չկա այս թեմայով, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, թե չէ որ երկրում են քաղբանտարկյալներին դատում որպես քաղբանտարկյալ, չկա այդպիսի բան, չէ, եւ այդ իմաստով շատ կխնդրեմ, որ սրա վրա կենտրոնանանք։ Մնացած թեմաներ ինչ որ հարցերից ես չեմ խուսափում պատասխանել, բայց ուղղակի ասում եմ, ավելի առիթ կլինի, ավելի ծանրակշիռ խոսելու։ Այո, վերլուծություններ էլ արել եմ, գնահատականներն էլ հիմա գալիս եմ, հերթով հարցերին պատասխան, գնահատականներն էլ տվել եմ, պատկերացումներն էլ ունեմ, թե առաջիկային նաև ինչպես կարելի է եւ պետք է, որ այս մարդիկ հեռացվեն իսկապես խորհրդարանի վերաբերյալ այս բանին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև խորհրդարանը դեռ ոչ կազմավորված է, ոչ ստեղծված է, այդուհանդերձ շատ եմ քաջալերում ընդդիմությանը այդ այսպես կոչված եւ հնչած բարեկրթության այդ ինչ ասեմ ստախոսության մասին քիչ խոսեն գործեն ուղղակի այնպես ինչպես իրենք պատկերացնում են գործելը ինչպես է լինում այն պայմաններն ու թեմաները որ առաջարկում են իշխանական խմբակցության անդամները դրանք պարզապես սուտ են կեղծ ավելորդ է խոսել բարեկրթության բարոյագիտական մասին թե ինչպես են իրենք վարվում ինչպես են այդ խորհրդարանի ամբիոնից ասենք ինչ որ անցակում մի երևույթ որ անհայտ է թե որտեղից է առաջացել կարող է ասենք որևէ հոգեվորականի համեմատել Բեն Լադենի հետ երևի ինչ որ ձգտում կա իր ծագումը փնտրելու երևի գնացել հասել է այդտեղ գտել է Բեն Լադենի կերպարը եւ որոշել է որ ինչ որ բան է կորցրել իր մեջ հիմա ուզում է գտնել ուրեմն դրա համար եմ ասում որ եկեք ավելի կենտ ինձ այդ ոչ մի պայմանավորվածություն ոչ եղել է ոչ խոսել են իմիջայլոց դուք հիմա գտնվում եք Կալանավայրում այնպես որ շատ տարբեր չի ուղղակի մի քիչ ծով կա կանաչ կա եւ այլն բայց Կալանավայրում եք դուք իմացեք դա եւ ոչ մի պայմանավորություն չկա ես մի առիթով ասել եմ պայմանավորվում են նրանց հետ ովքեր պայմանավորվելու բան ունեն այսքանը Անցել է դա արդեն, սիրելիս, էլ հիմա մանդատներ վերցնել չվերց, հիմա վերադառնամ 2 ամիս առաջվա թեմաներին, իսկապես ես այն առիթով էլ ասել եմ, իրենք
պետք է որոշեն մանդատ վերցնելը ինչ նպատակի է ծառայելու, չվերցնելը ինչ նպատակի։ Այդ նպատակից պիտի գան որոշելու համար, թե ինչ են, բայց արդեն այսօր փաստը արձանագրված է, մարդիկ խորհրդարանում գործ ունեն, ես կարծում եմ, որ մենք միայն պետք է աջակցենք, ուրիշ ոչ մի բան։